վայրկյան է գնացել օրագիրներս։ Պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում հայտարարեցիք, որ 2021-ի ընտրություններին դուք մասնակցել եք պսևդոդաշնակցական նախընտրական ծրագրով, հիշեցնեմ, դրանում կային դրույթներ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Սա արդեն պատերազմից հետո էր, բայց դուք չսթափվեցիք եւ ձեր հիշատակած այդ օրակարգից չհրաժարվեցիք։ Բայց ամենայնիվ, հիմա որքանով վստահ լինենք, որ մի քանի տարուց էլ իրական Հայաստանի մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին նույն կերպ 29743 Չէ, ճիշտ գիտեմ ձեր ասած թիվը։ Այդ տարածքի մասին դա ընդհանուր շեշտում եք առանց Արցախի մնացածի, լավ ինչևէ։ Այդ տարածքի մասին նույն կերպ չեք խոսի, դուք հիշեցնեմ նաև, որ այդ տարածքից 200 քառակուսի կիլոմետրը ադրբեջանական զինուժը օկուպացրել է հենց ձեր իշխանության օրոք, որն է երաշխիքը, որ մի քանի տարի հետո չեք գա եւ այստեղ կանգնած չեք ասի, որ իրական Հայաստանն էլ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է։ Գիտեք, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի մասին։ Եվ ձեր ասած նախադասությունը հնարավոր չէ հնչեցնել։ Ինչ վերաբերվում է նախորդ շրջանին, տեսեք, ես 2 օր առաջ էլ ազգային ժողովում ունեցած ելույթում էլի հիշատակեցի 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրում արձանագրվածը, որ խաղաղության դարաշրջան բացելը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Եվ գիտեք, կառավարումը եւ քաղաքական գործունեությունը եւ մանավանդ պետության կառավարումը ունի առանձնահատկություն եւ ինչի մենակ ձեր աշխատանքն էլ իհարկե իր մասշտաբով, որ երբեմն կանգնում ենք ընտրության առաջ։ Քանի որ մեր ընտրությունը մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք մեծագույն պարտավորությունը կատարելու ճանապարհով։ Այսինքն գոյություն ունի կշեռքի մի նժարին դրվում է մի խնդիր ձևակերպման, երբ որ կա հակասություն, հասկանում եք։ Եթե չլներ հակասություն այդ խնդիրների իրագործման դեպքում, չէր առաջանա նաև այդ հարցը։ Բայց երբ որ կա իրավիճակ, մի ժամ մեր լրացավ, երբ որ կա մի իրավիճակ, երբ որ դու հասկանում ես եւ ակնհայտ է դառնում, որ դրանք համատեղելի չեն, պետք է կատարել ընտրություն։ Եվ մենք կատարել ենք ընտրություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տարածքային ամբողջականության եւ պետության հարատեվության օրակարգի օգտին։ Մանավանդ, որ մյուս օրակարգելը իրագործելը մենք հասել ենք անհնարինության կետին։ Ըստ առանձնահատկությունն ինչ է, որ 2018 թվականից մենք անկեղծորեն գնացել ենք այդ օրակարգերը լուծելու ճանապարհով։ Եվ դրա վկայությունը, որ մենք Ղարաբաղի հարցի բովանդակության մեջ ոչ մի բան չենք փոխել, ոչ մի բան։ Դրա վկայությունը բանակցային փաթեթի հրապարակումն է, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակված է։ Բայց չեք զգում, որ ուր գնացին այդ խոսակցությունները, որ նախկինում ասվում էր, որ չգիտեմ, բանակցություններին սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել, այդ ամբողջը հոդս ցնդեց, ինչու, որտեղ ամբողջ բանակցային պատմության ամբողջ փաթեթը հրապարակեցինք եւ այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացել եւ կարդալ, թե ինչ էր Ղարաբաղի հարցը, ինչ էր նշանակում եւ ինչի շուրջ են եղել բանակցությունները։